հաջորդ շաբաթ Եվրահանձնակատար Ուրսուլա ֆոն դեր Լայենը նախ կգնա Բաքու, ապա կգա Երևան։ Արդեն հայտնի է այցի օրակարգը, ինչ առաջնահերթ հարցեր եք պատրաստվում քննարկել եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ հնարավոր է, որ Երևանյան այցի շրջանակում քննարկման թեմա դառնա նաեւ Հայաստանի միջանցքում ընդգրկվելու հարցը։ Հայտնի է, որ այդ միջանցքը անցնելու է Ադրբեջանով եւ Վրաստանով եւ նաեւ Մարտակոսը օրերս հայտարարել է, որ չեն պատկերացնում միջանցք առանց Թուրքիայի մասնակցության։ Դե մենք բարձրավոր թրիփ նախագծով Հայաստանը բոլոր ռեգիոնալ ծրագրերին ինտեգրվելու է անխուսափելիորեն եւ ընդ որում ելի եմ ասում այդ ծրագրերը մրցակից չեն եւ թրիփն էլ կարող է լինել եւ միջանցքի մաս եւ ավելի լայն նախագծերի մաս, ինչ եմ համարում, որ մրցակից չեն, որովհետեւ հոսքերը իրականում այնքան մեծ են, որ առանձին վերցրած մի ուղով հնարավոր չէ այդ հոսքերը սպասարկել։ Այդ հոսքերի համար հենց հարավային Կովկասով մի քանի ուղիներ են պետք եւ իդեպ ժամանակն է, որ մենք հարավային Կովկասի երկրներս մտածենք հարավային Կովկասի մասին որպես մեկ ընդհանուր ռեգիոն, որտեղ շատ ընդհանուր շահեր կան, իհարկե բազմաթիվ նրբություններով։ Բարձր ամեն երկիր իր սպეციფიկ շահերը ունի եւ իր սպეციფიկ տեսլականը, բայց կարծում եմ, որ հարավային Կովկասի երկրները նաեւ շահերի շատ ընդհանուր կշռով են կապված եւ մենք այդ ուղղությամբ պետք է աշխատենք։ Եվրոպական հանձնաժողովի նախագահի այցը իհարկե օրակարգի կարևորագույն հարցերից մեկը լինելու է Հայաստանի Հանրապետության մասնավորապես գյուղատնտեսական արտադրանքի հեշտացված մուտքը Եվրոպական միություն ապահովելու հնարավորությունը եւ վերջերս արտաքին գործերի նախարարը Բրյուսելում մասնակցել է արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին եւ հավանականություն կա, որ այս իմաստով Հայաստանը բացառիկ հնարավորություններ կունենա եւ հույս ունեմ, որ Եվրոպական հանձնաժողովի նախագահի հետ մենք կհասցնենք այդ նախագիծը ավարտին հասցնել, որպեսզի Երևանյան այցի ընթացքում մենք իրար հետ այդ մասին հայտարարենք։ Ազգային ժողովի նախագահի հետ կապված ուզում եմ իմանալ, բացի նշված 3 տեխնատուներից կան էլի առաջադրված դեր, թե միայն 3-ն են, ու այսօր վարչության նիստից հետո արդեն արդյունքները կասվեն, թե ոչ, դա ճշտողություն նշանակություն հարց։ Եվ ես ուզում եմ ձեր դիրքորոշում իմանալ վերջերս ավականու նիստին տեղ ունեցած այդ ծեցկրտուքի հետ կապված քրեական վարույթ կա, կան մարմնական վնասված ստացածներ, ինչու եմ հենց ձեր տեսակետը, որտեղ ընդդիմադիրները, հա, կողմը օրինակ պնդում են, որ սա հերթական միջադեպը չէ, այլ վերևից եկած, հենց նախապես միջև նիստը կազմակերպված միջադեպ էր, եւ սրանով իշխանության ներկայացուցիչները ուզում են ցույց տալ, այ եկեք տեսեք ձեզ հետ խորհրդարանում ինչ է լինելու, ասում են սա, որ սրանով մեզ դաս են տալիս, ու արդյոք դուք ընդունում եք այս խոսելը, որ օրինակ ասում են դուք բոքսի տանձիկ եք դառնալու, եկեք խորհրդարան տեսեք ձեզ հետ ինչ են, այս խոսույթը նորմալ համարում եք։ Գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ, որ վաղուց ժամանակը հասունացել է, որ մենք ընդհանրապես մեր քաղաքական խոսույթներին անդրադառնանք։ Որովհետև էդ էլ է նույն բանը, հասկանում եք, չի կարա այդպես լինի։ Հիմա գիտեք ինչ, ով է ձեր մեջ ամենահանդուրժողը, ամենահանդարտը, բայց հասկանում եք, եթե սենց անընդհատ այդ խոսույթը ցանկացածի դեմ օգտագործեն, մենք մի օր այդ պայթյունը տեղի ունենալու եւ իհարկե ինձ համար շատ ցավալի է եւ ընդունելի չի, որ այդպիսի բաներ են տեղի ունենում, բայց մյուս կողմից չի կարա դա միակողմանի լինի։ Այսինքն եթե ընդդիմությունը ուզում է իշխանությանը կներեք բոքսի տանձիկ սարքի, այսինքն ինչ իշխանությունն ասել է լավ, դե որ ընդդիմությունը տենց է ուզում, ուրեմն մենք այդ դիրքում կդիրքավորվենք, չէ, չի լինի։ Ես առաջարկում եմ, որ հրաժարվենք այդ բաներից, ընդհանուր առմամբ հրաժարվենք եւ հասկանանք, որ չի կարելի այդպես շարունակել։ Ես վաղուց անցած տարի առաջարկ եմ արել ընդհանրապես Հայաստանում հանրային քաղաքական դաշտին, անցած թե նույնիսկ հաճե անցած տարի, որը ըստ էության անարձագանք է մնացել, այդ առաջարկը բաց է եւ ով որ այդ առաջարկի մեջ կգործի, բնականաբար
մեր վերաբերմունքն էլ կլինի համարժեք։ Ով որ դաշտում կգործի, բա հիմա մարդիկ են գալու խորհրդարան, որոնք ասենք այնտեղ գտնվող մարդկանց հասցեին ինչ ասել են։ Բա այսինքն դա տենց ուղղակի չէ, կներեք շատ լավ, հանրության քվեով են գալիս, մեծամասնությունն էլ է հանրության քվեով գալիս եւ մարդիկ իրանց հետ կապված էլ եմ ասում ու ցանկացածը երբ որ անընդհատ 1 2 3 4 5 10 15 20 բայց մի X պահի մարդկանց նյարդերը չեն դիմանում բարձրապես, չէ՞։ Ու բոլորն են տենց, ունենք չի որ ինչ որ առանձնահատուկ խումբ կա, բոլորը տենց եք։ Բոլորս էլ տենց ենք։ Ասենք մարդ ենք լավ ի վերջո, ամեն ինչից անդին։ Լավ, ասենք ենթադրենք վարչապետի դեպքում դա 1 2 3 10 30 40 է, մյուսի դեպքում 20 է, մյուսի դեպքում 10 է, մյուսի դեպքում 100 է, մյուսի դեպքում 1000, բայց ինչ որ մի հատ գիծ կա, չէ։